Առաջարկ Հայաստանի նախագծի շրջանակում հայտարարված երիտասարդական մրցույթն ամփոփված է։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։ Առաջարկ է ներկայացվել Հայաստանի մարզերից, արցախցիներից և արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներից։ Պետության համար կարևորագույն գաղափար ու ծրագիր ներկայացրած երիտասարդներն այսօր ստանում են իրենց մրցանակները։ Գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը ողջունեց ներկաներին, կարևորեց նրանց մասնակցությունը։ Հարգելի սիրելի ուսանողներ, առաջին հերթին ուզում եմ ի սրտե ձեր բոլորին ողջունել։ Երկրորդը ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել, ապրեք։ Ես շատ հիացած եմ Ձեր գործունեությամբ մենք միշտ ասում ենք մեր արժանի փոխարինողները, մեր երիտասարդներն են, մեր ուսանողներն են, այո, այդպես է։ Բայց հիմնականում դրա համար հարկավոր է քայլեր կատարել, հնարավորություն տալ, պայմաններ ստեղծել, որ երիտասարդությունը չկոտրվի, չհասթափվի, չթողի գնա երկրից։ Գագիկ Ծառուկյանն ուսանողներին հայտնեց, որ նրանց հայտերն անձամբ է ուսումնասիրել, տպավորված և ոգևորված է երիտասարդների գրագետ, հեռատես ու հետաքրքիր գաղափարներով։ Գործնական բոլորից էլ վերցել եմ, նայել եմ, համեմատել եմ, կարդացել եմ և իրոք շատ հիացած եմ, որքան այսպիսի խելացի, բանիմաց երիտասարդություն, գրագետ, նվիրված, նայում ես ուրեմն ամեն ինչ կորած չի, ամեն ինչ դեր առջևում է։ Ես տունել եմ տարել, հետ նյութերից տունել եմ տարել։ Տուննել են կարդացել և մայրս, կինս կարդացել և շատ հիացած ասում են ինչ պատրաստված, ինչ հիանալի երիտասարդություն ունենք։ Բոլորն էլ ուզում են, որ լավ երկիր ունենան, հզոր երկիր, զարգացող, անվտանգ, բարեկեցիկ կյանքով ապրեն։ Ուրեմն պետք է ճիշտ պայմաններ հնարավորություն լինի, որ դա իրականություն դառնա։ Այսօր չկա այդպիսի մի մարդ, չկա այդպիսի մի կուսակցություն, որ կարող է դա իրականացնի։ Պետք է լինի միասնական, համախմբված, որ մարդիկ կարողանան լիարժեք մասնակցեն, կարողանան քննարկել ցանկացած հարցի շուրջ, որ դա իրականություն դառնա։ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Առաջարկ Հայաստանի նախագծին, որում ներառված են բոլոր ոլորտները, կրթությունից մինչև մշակույթ։ Իմ թիմակիցներին հանձնարարել եմ, որ այսօր մենք ծրագիր պետք է բազմենք, մասնակցել են խորհրդանական ընտրություններին, դուք շփվեք մարդկանց հետ, տարբեր ոլորտի մարդկանց, դա կլինի արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն։ Լսեք, ինչն է խնդիրը, ինչն է պրոբլեմը, որ այդ պրոբլեմը կարգավորելուց իրենք իրենց լավ կզգան։ Նույնը եղել է ուսանողների հետ կապված, որ ես ասել եմ անպայման, հանձնարարեք այս մրցույթը, առաջարկը, քանի որ իրենք սովորում են, իրենք տեղյակ են խնդիրն ու պրոբլեմը, որ ծրագիրը կարդալուց նրանք արդեն կասեն, որ դա իրենց է վերաբերում եւ այդ հարցը կարգավորված է։ Գագիկ Ծառուկյանը ոգևորեց երիտասարդներին, ասաց անհնարին ոչինչ չկա, ինքն անձամբ է աջակցելու երկրի համար կարևորագույն գաղափարների իրականացմանը, իսկ մրցույթին հաղթած ծրագրերի կատարմանը մասնակցելու են նաև հեղինակները։ Եթե ես գեղեցիկ խոսքեր ասեմ, ես իմ սա լինելու, ուսումը անվճար լինելու, թոշակները 200,000 լինելու, դե ոչ մեկը չի հավատա, պարզ է, բայց ես երբեք այդպիսի բան չեմ ասել եւ այսօր էլ չեմ ասելու։ Այլ ասելու եմ, ինչ որ հնարավոր է։ Ես ուզում եմ առաջարկել, որ այն ծրագրերը, ովքեր պարգևատրում կստանան, դրանք կարան մասնակցեն այդ ծրագրի իրականացմանը, իրագործմանը եւ որ նրանք կարողանան խորհրդարանում մասնակցեն։ Այսօր մեզ պետք են բանիմաց խելացի մարդիկ։ Տաղանդավոր ու հզոր պատմություն ունեցող ազգին ըստ Ծառուկյանի խեղճությունը հարիր չէ և ազգանվեր յուրաքանչյուր ծրագրի աջակցելուն ինքը մշտապես պատրաստ է։ Այս վիճակը մեր հայ ժողովրդին հայ ազգին պատիվ չի բերում։ Այսօր նայելով իրոք տաղանդավոր ազգ ենք, հզոր ազգ ենք, երևացող ազգ ենք, հզոր պատմություն ունենք, բայց այսօր պետք է ամեն ինչ մի կողմ դնենք, ով կարող է լավ առաջարկել, հարկավոր է լսել, քննարկել, իրագործել, իրականություն դարձնել եւ ամեն ինչ իր տեղում կլինի։ Այնպես որ իմացեք, ես ձեր կողքին կանգնած եմ, ունեք լավ բարեկամ, լավ գործի կողմնակից եմ ես, եթե կարողանում ենք այդ ծրագիր իրականացնենք մեր ուսանողության, մեր երիտասարդության համար, ես պատրաստակամ եմ աջակցելու, օգտակար լինելու, որ դա իրականացնենք, կյանքի կոչենք։ Այո, անպայման անելու ենք,
միասնական իրականություն ենք դարձնելու եւ բոլորին ցույց ենք տալու, որ աննարին ոչինչ չկա։ Ամեն ինչ դավան, Աստված պահպան, շնորհակալություն։ Երիտասարդների առաջարկները հիացրել են հանձնախմբի բոլոր անդամներին, քանի որ հավակնոտ առաջարկները շատ են եղել, Գագիկ Ծառուկյանն ավելացրել է մրցանակային ֆոնդը։ Պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ մրցանակային ֆոնդը մի քանի անգամ ավելացվել է, որովհետև շատ դժվար էր ընտրություն կատարել այդ լավ լուսավոր աշխատանքների մեջ, բոլոր լավ առաջարկները իհարկե հեղինակների թույլտվությամբ ընդգրկված են լինելու առաջարկ Հայաստանին ծրագրի մեջ։ Մրցութային հանձնախումբն օրեր շարունակ մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր հայտերը եւ ընտրել լավագույններին։ Անաչառ ու հիմնավորված տարբեր մասնագետներից բաղկացած հանձնախումբը յուրաքանչյուր առաջարկի մոտեցել է այս սկզբունքով։ Հանձնախմբի անդամ արտաքին գործերի նախկին նախարար արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանն ասաց, որ այս մրցույթը հերթական շարքային գաղափարների մրցույթ չէ, ըստ դիվանագետի այստեղ է ծնվում Հայաստանի ապագան։ Առաջարկ Հայաստանին այս նախաձեռնությունը հերթական շարքային գաղափարների մրցույթ չէ։ Սա մի նոր տարածք է, նոր հարթություն է, որտեղ ծնվում է Հայաստանի ապագան։ Եթե մենք ուզում ենք, որ երիտասարդները մնան Հայաստանում, մենք չենք կարող առաջնորդվել կամ բավարարվել կարգախոսներով։ Մեզ իրական լուծումներ են պետք, եւ դուք այդ իրական լուծումները առաջարկել եք։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնությունը վառ օրինակ է, թե ինչպես կարելի է համախմբել երիտասարդների դրական օրակարգի եւ ստեղծարար աշխատանքի շուրջ։ Եվ այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մի մարդու, առանց որի այս ծրագիրը չէր իրականանա։ Պարոն Ծառուկյան, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս չափազանց կարևոր նախաձեռնության համար։ Դուք օգնում եք մեր երիտասարդներին ունենալ հավատ սեփական ուժերին եւ մեր հայրենիքին։ Սա մի ներդրում է, որը շատ դժվար է գնահատել եւ չափել։ Հանձնախմբի անդամ Հռիփսիմե Խուշուդյանը կարևորեց երիտասարդների պատրաստակամությունը թմրաշրջանառության դեմ պայքարում։ Ինձ համար ոգևորիչ էր այն փաստը, որ ձեզանից շատերը մտահոգվում են թմրամոլության դեմ պայքարի, առողջ ապրելակերպի եւ սպորտի զարգացման հարցերը, իսկ այդ հարցերը բարձրաձայնելը դա շատ կարևոր է եւ ես վստահ եմ, որ համախմբված աշխատանքի շնորհիվ դա կվերածվի իրական ծրագրերի։ Որպես կին, որպես մայր, ես պատրաստ եմ իմ փորձը, իմ գիտելիքները փոխանցել ձեզ եւ դրա համար պետք է մենք լինենք միասնական եւ առաջ տանենք եւ կյանքի կոչենք այն լավագույն առաջարկները իշա Հայաստանի։ Հրապարակված անվանակարգերից բացի հետաքրքիր գաղափարների եւ նորարարական լուծումների հեղինակների համար սահմանվել են լրացուցիչ մրցանակներ։ Այո, բոլորս պիտի առաջարկենք մեր երկիրը ավելի լավը դարձնել։ Այդ առաջարկությունները, եթե մրցույթի ձևով այսպես են ներկայացվում, խրախուսվում են, ես միայն ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի այս գաղափարը եւ նախաձեռնությունը եկավ Հայաստանում կոտրելու ամենավտանգավոր կարծրատիպը, ասել է թե որ մարդիկ անտարբեր են եւ առավել եւս որ երիտասարդությունը անտարբեր է։ Լավագույնների պարգևատրությունը հանդիսավոր պայմաններում է։ Մրցանակները հանձնում են Գագիկ Ծառուկյանն ու հանձնախմբի անդամները։ Առաջատարները դրամական մրցանակներ են ստանում, իսկ մյուս մասնակիցները հավաստագիր եւ խորհրդանշական նվերներ։
Հանդիսավորմասից հետո երիտասարդները Գագիկ Ծառուկյանի հետ շփվում են առավել անմիջական միջավայրում։ Ձեր խրախուսանքը ոչ միայն ուժ է մեզ համար, այլ նաև ձեռքբերում է, որ ավելի հզորանանք, ավելի հեռուն նայենք դեպի ապագա, շնորհակալ եմ նման ծրագրերը թող շարունակական լինեն։ Տեսնելով մեր այս երիտասարդության, մեր երեխաների ընկճությունը, խեղճությունը, սիրտս ցավում։ Մեր ազգին մեծ հայության ամոթ է։ Մենք պետք է կարողանանք միասնական մտածել, իրականացնել, որ դառնալ բոլորի դեմքին շփիտ լինի։ Սա Շնորհակալ եմ, որ այդ ամենը գործով եք ապացուցում։ Ես միշտ իմացեք, որ ունեք լավ բարեկամ։ Դուք մեզ համար, մեզ երիտասարդներիս համար իսկական հայի, աստվածավախ եւ հայրենասեր հայի օրինակ եք, ինչով մենք պետք է երիտասարդներս առաջնորդվենք ու մեր գիտելիքներն ու ռեսուրսները ծառայեցնենք միայն ու միայն իշա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Ու ձեր նախաձեռնությունները հենց դրա օրինակն են, որ ամեն ինչ նմանօրինակ արդար ձևաչափով են կազմակերպվում ու երիտասարդ իրեն լսված եւ գնահատված է զգում, ինչը շատ կարեւոր է մեզ համար, որ մենք մեր երկրի համար ապահովենք խաղաղ ու արժանապատիվ ապագա այս պայմաններում։ Այ նայում ես, այդ երիտասարդս խոսում են, դու ավելի քեզ հզոր ես, ավելի հզոր ու ցանկացած ծրագիր, ես բոլորի ներկայացեք, որը դա օգուտ է երիտասարդությանը, մեր ուսանողությանը, ես պատրաստ եմ։ Ես բարձրաձայն ասում եմ, իմացեք, որ ցանկացած լավ ծրագիր, որը կփոխի կյանքը, հնարավորություն կտա, ես պատրաստ եմ։ Աստված ձեր գործերին հաջողություն տա, բարձր։ Մենք երիտասարդներս ուժի կարիք ունենք ու դուք ոնց որ մեր թիկունքի միշտ կանգնած եք եղել։ Առանձնակի ջերմ է Գագիկ Ծառուկյանի շփումը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների հետ։ Ձեր կատարածը որ արեք հայրենիքի համար, մեր հողի համար, դա գնահատվում է երբեք։ Փառք ու պատիվ ձեզ, ամեն ինչով պատրաստական եմ։ Շատ շնորհակալ եմ։ Հայրենիքի վաղվա լավ օրվա համար իրենց հնարավորությունները միավորած, գնահատված ու ոգևորված երիտասարդները լուսանկարվեցին Գագիկ Ծառուկյանի հետ, պայմանավորվելով գործել, ջանք ու եռանդ չխնայել մեր երկիրն առավել բարեկեցիկ, ապահով ու անվտանգ դարձնելու համար։ Իզաբելլա Հովհաննիսյան, Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։